ինչպես ընտրել ենք նախկինում և այժմ ընդունում ենք Միքայել Սրբազանը անմեղ է։ Իհարկե դատարանը արդեն նեղանակական վերդիկտ է կայացրել, որ այս տեսակետից իր դիրքորոշումը հայտնել է, որը մեզ համար սկզբանե պարզ էր, և մեզ համար պարզ էր նաև, որ մեղադրողը ազատազրկում է պահանջելու 2 տարի 6 ամիս, դատարաններ հետո երևի 2 տարի կնշանակի այսպես հոգատարություն ցույց տալով կամ դատախազի ասածը կհաստատի, դա նախատեսել է պատվաժան դատարան, մենք այս դատարանում ցավոք արդարադատության զգացում չունեցանք, նույնիսկ պարզունակ հարցերում պարզունակ, դա չունեցանք։ Հիմա ուզում նաև տեղեկացնել, որ Միքայել Սրբազանի հորդորով և թելագրամով մենք նրա անձը բնութագրող նմանատիպ հաստատներ և դիրքորոշումներ չենք հայտնել, չենք ներկայացնում, որտեղ Միքայել Սրբազանը գտնում է, որ անարդար իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում։ Ես ուղղակի բաժին կապված հարցով իմ գործընկերը կներկայացնի դիրքորոշում, ես ուղղակի անձը բնութագրող հանգամանքների շրջանակում ուզում եմ մեկ գրություն ներկայացնել, որը իհարկե Սրբազանի համար էր նորություն լինելու 65 երեխաների նամակը ուղղված Սրբազանին, բաժնամակեր ես դրանթերցեմ և ներկայացնեմ գործին կցելու համար։ Գերաշնորհ Սրբազան հայր, սիրելի Սրբազան, գրում են ձեզ, ձեր երեխաները հայկական զարկանախշեր պարային համույթի սաներ են։ Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել, ձեր հետ միասին։ Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն է եղել, համույթ, որի 25-ամյակը լրանում են այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Մեր բոլորի ցանկությունն է, որ մեր Սրբազանը ներկա լինի այս տոնում, քանի որ առանց ձեզ մեր ուրախությունը մնալ է կիսատ։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել և սպասել ձեր վերադարձին և կսպասենք ինչքան լինի հարկավոր։ Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք ձեզ համար։ Աստվածօգնական Սրբազան հայր, որդիական սիրով, հայկական զարկանախշեր պարային համույթի սաներ։ Եվ 65 երեխաների անուններն են ստորագրությունները երեխաներ կան չեն կարող ստորագրել և ինձ անուններ են դրանք սա փոխանցել։ Իմ գործընկերը բաժնում մասով իր դիրքորոշում կայացրել։